Maman զանգել էր ինձ։ Ու գիտես մաման ինչ էր ասում նորը։ Որ տանջվում է։ Որ ուզում է հետ գա։ Ու ես երբ որ հարցրեցի, ոնց ես հետ գալու, դու պիտի երեխա ունենաս, ասեց երեխուն կունենամ ու կգամ։ Նորը մաման չէր ուզում ընդեղ մնար։ Հասկանում ես։ Հետո ինչ։ Ինչ կապ ունի քո ասած այս ցնդաբանությունը։ Հա? Մաման ցնդաբերության ժամանակ է մահացել։ Հա? Իսկ դու վստահ ես նորո, որ մաման ծննդաբերության ժամանակ է մահացել։ Հա? Վստահ ես, որ այդ մարդը մեզ չի խաբում։ Քո այդ ամեն ինչ նորմալ է, Էլիս։ Կարող է դու բժշկի կարիք ունես, հոգեբանի կարիք ունես։ Դու քեզ լսում ես, ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Նորո ես ընդհանրապես իրավիճակները իրար եմ կապում։ Ստեղ հաստատ մի բան են չի։ Ինքդ մտածի։ Ոչ ես, ոչ էլ դու, այդ Արշակ Կոչեցյանին չենք ճանաչում։ Ու մենք չգիտենք ինքը մամային ոնց է վերաբերվել։ Ու մենք չգիտենք ինքը մամային սիրելա թե չէ։ Մենք ոչ մի բան, նորո, ոչ մի բան չգիտենք։ Իսկ եթե մաման տանջվել է, հա? Իսկ եթե ինքը իմացել է, որ մաման ուզում է հետ գա, եթե օգտագործել է մամային ու հետո մահվան դուռն է հասցրել նոր, մտածել ես։ Ձենդ կտրի, Էլիս։ Ձենդ կտրի, սուս մնա։ Համբերությունն ես կորստում եմ, սուս մնա։ Բա ինչի մաման այդ զանգից հետո էլ չզանգեց, հա? Ինչի մենք էլ ոչ մի բան այդ զանգից հետո չիմացանք մամայի մասին։ Ինչի իմացանք հենց այդ զանգից հետո, որ ինքը էլ չկա նորո։ Ես վստահ եմ, որ այդ Արշակը իմացել է։ Այդ Արշակը իմացել է ու Ինչ ես ուզում, Էլիս։ Ինչ ես ուզում, ձենդ կտրի ասում, չեմ համբերում էլ։ ես չեմ հանգստանալու։ Ես չեմ հանգստանալու, մինչև ճշմարտությունը չիմանամ։ Ես չեմ հավատում, որ այդ մարդը մեզ ճիշտն է պատմել նորո։ Ես վստահ եմ, որ իրանք կռվել են, հա։ Իրանք հաստատ կռվել են։ Կռվել են ինքը մամայից խփելա ու հետո էլ Էլիս, եթե ինչ-որ բան գիտես, ասա։ Եթե չես խոսակցությանը վերջ տու։ Եթե ինչ-որ բան գիտես, ասա, կան ես բան, որ գիտես, ես չգիտեմ։ Չէ, Հաստատ չգիտես։ չգիտեմ նորո։ Ինչի համար ես այս բաներ խոսում։ Ինչի համար ես ուզում մտածել, որ այդ անասունը մորես խփել է։ Դրա համար է ծննդաբերության ժամանակ մահացել։ Ինչի համար ես ուզում, որ ինձ կորստեմ, Էլիս։ Իմ մասին չես մտածում, բայց դու իմ մասին չես մտածում, հետո ինչ է լինելու, եթե ես սխալ բան անեմ։ Եթե բան գիտես, ասա։ Եթե չէ, ուրեմն սուս մնա։ Նես մի արա, ես ինձ կորստեմ սխալ բաներ անեմ, Էլիս։ Ես վերցրու գնա։ Ունես կանես, որ Արինը ոչ մի բան չնկատի։ Հիմա գնա, Էլիս։
Աս որ ճիշտն ասեմ, Նորոն ինձ այդ մասին ոչ մի բան չի ասել։ Մի խափի հետո։ Դու որ իմացար, որ ես ու Նորոն բաժանվել ենք, շատ զարմացար։ Ոնց է հնարավոր, որ հարցրած չլինես Նորոյին, թե ինչ ա եղել։ Նորոն ինձ զուտ ներկայացրել է, թե ինչի համար եք կռվել, բայց ավել ոչ մի բան չի ասել։ Այդ իսկ ես հույս ունենամ, որ Նորոն մի օր ինձ կների, որ մենք միասին կլինենք, թե հույսս կտրած պետք է համակերպվեմ այս իրականության հետ։ Աս ես չգիտեմ ինչ մտածեմ։ Խնդրում եմ, կլինի ինձ սենց հարցեր չտաս։ Պարզ է։ Ամեն ինչ պարզ է։ Ինչն է պարզ։ Դե այդ երևում է, որ դու ինչ-որ բան գիտես։ Ախր ես հույս ունեմ, ես զգում եմ, որ մեր բաժանման պատճառը մենակ այդ եղածը չի։ Ստեղ ինչ-որ ուրիշ հարց կա հետո։ Աս, ես իրոք չեմ ուզում խառնեմ ձեր անձնական հարաբերություններին, հասկանում ես։ Ես ինչքան էլ ձեր ընկերը լինեմ, որոշ սահմաններ կան, որ ես չեմ կարող անցնել։ Իսկ եթե այդ հարցը քո ընկերների երջանկությանն է վերաբերվում։ Լսի, եթե ես իմանամ, որ ինձնից ինչ-որ կախված բան կա, ես դա կանեմ, բայց ինձ էլ ճիշտ հասկացի, դու հիմա ինձնից ուզում ես ստանաս որոշ հարցերի պատասխաններ, որոնց պատասխանելու իրավունքը իմը չի։ Էդ, գիտես, ես միջև քո հետ խոսել, Էլիզի հետ եմ խոսել։ Բայց ինքը ինձ չի կարողանում պատասխանի, որովհետև Նորոն իր հետ շատ քիչ է կիսվում։ Բայց անհնար է, որ դու բան չիմանաս այդ։ Խնդրում եմ, օգնի ինձ։ Օգնի հասկանամ։ Ես հույս ունենամ, որ նորից Նորոյին հետ կբերեմ, թե չէ։ Հաս ինչի ես ինձ սենց վատ իրավիճակի մեջ դնում։ Ինչի։ Այդ մի հատ ինձ նայի։ Տես ես ինչ վիճակի մեջ եմ։ Հաս, բայց ես լուրջ եմ ասում, իրոք ոչ մի բան չգիտեմ։ Նորոն ինձ մենակ ասել է, թե ինչի համար եք կռվել։ Ուրիշ ոչ մի բան։ Պարզ է։ Բոլորդ Նորոյի կողմից եք, բոլորդ մենակ իրան եք պաշտպանում։ Հաս, ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Ու նենց էլ չի, որ կողմ եմ նրան, որ ձեր մոտ սենց է ստացվել, չէ։ Այդ գիտես, դու կարող էիր ինչ-որ բան փոխել։ Եթե ասեիր ինչ ա եղել, ես գոնե կհասկանա ինչ ձևով պայքարեի, ոնց անեի, որ իրան հետ բերեի։ Բայց դու ինձ ոչ մի բան չես ասում։ Բայց ես քեզ նորից եմ ասում։ Ես վստահ եմ, որ ստեղ ինչ-որ ուրիշ բան կա։ Չգիտեմ ինչ, բայց ինչ-որ ուրիշ բան կա։ Իսկ ես գնում եմ։ Կներես, որ խանգարեցի։ Քեզ թվում է չեմ ուզում գնամ դրա կոկորտը կտրեմ։ Չեմ ուզում կիսատ թողածս ավարտին հասնեմ, ուզում եմ, շատ եմ ուզում։ Բայց գիտակցում եմ, որ այդ քայլով ոչ մամային եմ հետ բերելու, ոչ էլ մեր կորցրածը։ Հակառակը մենք միան ենք կորցնելու, հասկանում ես։ Ոչ ես, ոչ էլ դու, այդ Արշակ Կոչեցյանին չենք ճանաչում։ Ու մենք չգիտենք ինքը մամային սիրելա թե չէ։ Մենք ոչ մի բան, Նորո, ոչ մի բան չգիտենք։ Իսկ եթե մաման տանջվել է, հա? Իսկ եթե ինքը իմացել է, որ մաման ուզում է հետ գա, եթե օգտագործել է մամային ու հետո մահվան դուռն է հասցրել Նոր, մտածել ես։
Էլիս, այս Շուշանի նկարը քեզ այդքան հետաքրքիր է։ Ընկել էր ուղում էի։ Լուրջ։ Հա, Էլիզ, ինչի է ինձ թվում, որ դու այդ նկարը շատ հաճախ ես ուղում։ Ուղղելուց էլ միշտ հակառակ կողմով ես դնում։ չհասկացա։ Չհասկանալու ինչ կա։ Մենք արդեն 2 անգամ նկարը շրջված ենք գտել։ Բայց ոչ ես, ոչ էլ առավել եւս Արշակը նման սովորություն չունենք։ Ինչ ես ակնարկում, Մագդա։ Ես պարզ ասում եմ, որ այդ դու ես։ Ուղղակի ես չեմ հասկանում քեզ այդ նկարը ինչ է արել։ Ես չգիտեմ նկարը ոնց է շրջվել։ Չես հավատում։ Արզա։ Իհարկե չեմ հավատում, Էլիս։ Այդ քո գործն է, Մագդա։ Ես չեմ շրջել նկարը։ Ու չեմ պատրաստվում արդարանալ մի բանի համար, ինչը չեմ արել։ Ընդհանրապես։ Իմաստը ո՞րն է, ես ինչի պիտի շրջեի նկարը։ Ես չգիտեմ դու ինչի համար ես այդ անում, բայց կա փաստ։ Մենք այս տանը 4-ով ենք։ Ու եթե մենք չենք անում, ուրեմն այդ դու ես։ Իմաստն էլ կբացատրես։ Մի բան հիշի, Էլիս։ Ստի ոտքը միշտ կարճ է լինում։ Ու սուտը նենց բան է, որ ժամկետ ունի։ Ես իմաստը չգիտեմ, ես չգիտեմ դու ինչի համար ես էս անում։ Բայց հիշի, որ ես քեզ չեմ վստահում։ Ու առավել եւս ես քեզ չեմ հավատում։ Ես քեզ չեմ ներելու, Էլիս։ Ինչի համար ես ուզում մտածել, որ այդ անասունը մորես խփել է։ Դրա համար է ընդաբերության ժամանակ մահացել։ Ինչի համար ես ուզում, որ ինձ կորցնեմ, Էլիս։ Իմ մասին չես մտածում, բայց դու իմ մասին չես մտածում, հետո ինչ է լինելու, եթե ես սխալ բան անեմ։ Էդ Լավ էլ գտա տեղը բացատրածովդ։ Այդ եթե ուզում էիր հանդիպեինք, զանգեր, կհարմարացնեի դուրս կգայի։ Չէ, ախպեր նորմալ է։ Չէ, ուզում գործերից հետ կտրեի քեզ։ Ինչ գործ գիտես գործ եմ անում, ինչ եկել եմ, ժամանակ եմ հասկացնում, ծրվում եմ։ Ինչ-որ բան է եղել։ Էլիզի հետ կապված։ Չգիտեմ, մի տեսակ իրա նման չի։ Ինչ սկսել է աշխատել, ոչ հետը խոսալ է լինում, ոչ հասկանում եմ ինչա կատարվում։ Չգիտեմ, քեզ ասել էի, թե չէ, 10 տարեկան երեխա կա, իրան ախնամում, պարապում է հետը։ Կարճ ասած, ինչ աշխատանքի է անցել, առաջվա նման չի։ Նոր, բայց ինչ նկատի ունես առաջվա նման չի ասելով։ Ինչ է անում։ Այդ դու գիտես, Էլիզը մի քիչ բարդ բնավորություն ունի։ Իրան հասկանալը այդքան էլ հեշտ չի։
Բայց իրա նման չի այդ հաստատ։ Նոր, բայց ինչի է դա կապված, ինքը ինչ է ասում։ Դե հիմա կարևոր չի ինչ է ասում, չեմ ուզում, այդ ասեմ էական կարևոր չի, բայց որ չեմ ուզում աշխատի տեղ այդ հաստատ։ Բայց ինչի ես միանգամից այդ աշխատանքի հետ կապում, կարող է լրիվ ուրիշ թեմա է։ Այդ չգիտեմ ինքը այդ ընտանիքի հետ ինչ կապի մեջ է, իր ասելով նորմալ մարդիկ են, առանձնապես խնդիրներ չկա, բայց ինչ այդ տանը աշխատում է, մի բան փոխվել է։ Հիմա չեմ հասկանում, այդ տան մեջ իրան նեղացնում են, թե հետը վատ են խոսում, կամ կարող է ընդհանրապես ուրիշ բան է, կարող է ինքն է փոխվել, չգիտեմ։ Նորից թվում է շատ է խորացել, մարդը աշխատում է, գործից հետո հոգնած գալիս է տուն, կարող է դրանից է։ Չէ, ինչքան էլ հոգնած լինի մարդու հետ երկու բառ կարող ես փոխանակես խոսած, իր հետ չի լինում, չի ստացվում։ Ինձ թվում է զուտ շատ ես կենտրոնացել։ Կարող է որ չես ուզում ինքը այդ տանը աշխատի դրա համար ես հիմա սենց խոսում։ Կարճ ասած չգիտեմ, բայց ինքը այդ ամեջ պետք չէ աշխատի։ Իմ սիրտը զգում է, որ մի բան են չի։ Կամ էլ գժվել է։ Այդ կարամ ասեմ։ Լավ, ես կխոսամ Էլիզի հետ, փորձեմ հասկանալ։ Չէ, պետք չի այդ ոչ մի բան խոսես։ Թե չէ քո դեմա տրամադրվելու։ Չեմ կարծում, որ տրամադրվի իմ դեմ։ Ինձ թվում է շատ շուտով Էլիզը ինքը իր կամքով ինձ ամեն ինչ կպատմի։ Չհասկացա, ըս ինչ որ փոփոխություն կա, ես տեղյակ չեմ։ Ինձ թվում է ես ու Էլիզը շուտով կսկսենք մարդավարի շփվել։ Ամենայն դեպս ես տենց եմ մտածում։ Նոր, Վահասոյի հետ կապված ինչ ես մտածում։ Ոչ մի բան է։ Հանդիպել եմ հետը։ Շատ վատ վիճակում է։ Ինքը մտածում է, որ դեռ կհաշտվեք, հույսեր է կապում քո հետ։ Ես իրոք արդեն չեմ հասկանում, այլ ոնց խոսամ այդ աղջկա հետ, որ ինձ հասկանա։ Ինձ թվում է ճիշտ կլինի, որ գնաս ուղիղ կանգնես, ասես, որ ուրիշ աղջիկ կա։ Տենց ավելի ազնիվ կլինի։ Տենց ես կարծում։ Հաստատ։ Ավելի լավ է հիմա մի քիչ տանջվի, քան ամբողջ կյանքի ընթացքում հույսեր կապի քո հետ նոր։ Լավ։ Գարմանացտեմ կխոսեմ հետը։ Լավ, ես հիմա գնամ, հետո կհանդիպենք, Էլիզի պահովել մի մտածի, ինձ թվում է տենց լուրջ բան չկա էլի։ Պապան խնդրել է մարդի տեսնեն, երեկոյան կհանդիպենք, հա։ Աստված քո ասածով լինի։ Պինգվիններ, կարող է խանգարեցինք։ Լավ էլ դու վերջացրու, այ։ Դե լավ կյանքս իրականությունն է ասում, ինչ ես նեղվում։ Մի րոպե, այսինքն խանգարեցիք։ Ես պինգվինները նկատի ունեի։ Ինչ եղավ էլի։ Ցաված։ Չէ, լավ եմ։ Հաստատ կարող է միտեղ նստենք։ Երեխեք գնանք նստենք, էլի միտեղ։ Նորմալ եմ ասում եմ։ Չեն գնում պիկնիկ անենք։ Հա, գնում ենք։ Գնացինք դե։ Բայց հաստատ կարող է լավ չես։ Վայ! Լավ, գնացինք։ Սամեկ։ Պարտվեցիր։
Վերջապես։ Հա, ապեր։ Համարձակությունդ կհերիքի ռիսկ ընտրես, ես կտամ առաջադրանքը չմտածես։ Ապեր ոչինչ որ կյանքիս հերթն է։ Ախպերս կյանքդ ինձ կզի չի, չէ՞ հաս։ Ապրս ցավդ տանեմ։ Էդի ցանկությամբ։ Ասա դնա միշտ տափակ բան է անցեք ով մտքով։ Չէ, էդ, չեմ զիջի։ Ես չեմ ուզում դու նորոյից տանջես։ Վախ հաս, ինչ փխրունա սիրտդ։ Էդ քո դուրը կգար, որ ես Էլիզին տանջեի, դու քեզ լավ կզգայիր։ Դե նկատի ունեմ։ Սուս մնա հասո։ Ինձ թվում է Էլիզը հիմա ինձ սպանելու է։ Ու շատ էլ լավ կանի։ Լավ երեխեք, վերջ, թարգեք։ Էլիս, մի մտածի այդքան հիմա բաներ ասաց, ես ստեղ եմ, դու ընդհանրապես չնեղվես, լավ։ Դու ջան։ Ոչինչ որ էս տղեն էլ աստեղ։ Անհնարավոր ես համակերպեմ այս ամեն ինչին։ Անհնար։ Հավատս չի գալիս, որ զանգել ես։ Ինձ թվում է սկսել ես արագ մտածել։ Ուզում եմ հավատամ, որ ես եմ դրա պատճառը։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ հենց կարոտեմ զանգելու եմ։ Ինչ եղավ։ Ոչ մի բան, պահն եմ վայելում։ Որ բան։ Դե, որ ասեցիր կարոտում ես։ Իրականում ես էլ չեմ հասկանում ինչա կատարվում, գիտես։ Չգիտեմ սրա վերջը ինչա լինելու։ Բայց այն որ անընդհատ մտածում եմ քո մասին, հիշում եմ ու հենց գնում ես մի անգամից կարոտում եմ այդ հաստատ։ Հիմա էլ ես բան ես վայելում։ Նորո, ես քեզ սիրում եմ։ Լսեցիր։ Հա, լսեցի։ Ու արդեն ինձ մեկ ա, որ ես նորից շտապեցի ու առաջինը ասեցի։ Չէ։ Այսօր ես քեզ ինչ ասել եմ, ինչ արել եմ, այդ նշանակում է, որ ես քեզ սիրում եմ։ Պարտադիր պետքա բառերով ասեմ, բայց հեռախոսով ասելը այն չի։ Այս ամեն ինչը դու ինձ էլի պետքա ասես, բայց աչքերիս մեջ նայելով։ Չեմ հավատում, որ ես իմ հետ է կատարվում։ Դա չես հավատա, բա ինչ կանես։ Իմ նման տղեն քեզ է սիրահարվել, քեզ է սիրում։ Լնայի մի հատ, ինչ սիրո սիմպաթիշտի ներկո տղեն քեզ է սիրում, էլ ինչ ես ուզում։ Որ ուրիշը ինձ ասեր, չէի պատկերացնի, որ իմ հետ սենց է լինելու։ Ես քեզ այդ ամեն ինչը հետո կասեմ, թե ոնց։ Բայց հիմա աշխատում եմ, նես որ մի խանգարի, լավ։ Լավ, անջատում եմ ու սպասեմ։ Ուզում եմ խոսենք։ Ես քո հետ խոսելու ոչինչ բան չունեմ, Էլիս։ Դու շատ լավ գիտես, որ ես քեզ չեմ հավատում ու չեմ վստահում։ Ուղղակի ես ոչինչ բան չեմ կարող որոշեմ, ստեղ որոշողը Արշակն է։ Շուշանի նկարի հետ կապված էլ ես կոնկրետ հիմնավորում չունեմ ու չեմ ուզում ինչ-որ բաներ օդում ասեմ։ Մի քանի օր մնաց։ Համբերի ու ես էլ չեմ գա։ Գիտես, ես շատ բաներ կասեի, բայց հիմա ժամանակը չի։ Ու երբ որ օրը գա, Որ օրը գա ինչ, Էլիս։ Ամեն դեպքում ինչ-որ բան կա, ինչ-որ բան էիր ասում։ դուրնա,
Ես կբացեմ։ Արի է դարիներ սառաջացի։ Էլիս։ Ես գործս արդեն վերջացրեցի։ Հիմա տուն եմ գնում։ Հենց հարմար լինի արդեն կասեմ որտեղ ենք հանդիպելու։ Լավ։ Այս դուք իրար ճանաչում եք։ Հավանց չենք ճանաչում։ Ուղղակի ընդհանրապես չի սպասում որ ստեղ կտեսնեմ։ Ես ստեղ եմ աշխատում։ Լուրջ։ Հա, այդո, Էլիզը մեր տանն է աշխատում։ Արևին է խնամում, դե այս վթարից հետո էլ ես այդքան լավ չեմ քայլում։ Արշակն էլ ամբողջ օրը աշխատանքի է։ Բայց չասեցիր իրար որտեղից եք ճանաչում։ Ընկերոջս քույրն է։ Բա որ ընկերոջդ։ Ես ճանաչում եմ։ Չգիտեի որ եկել ես այդ։ Նստեք սուրճ դնեմ։ Եկար բալես, հաց դնեմ։ Չէ, տատ ջան։ Փոխվում եմ ու գնամ։ Ուր ես գնում։ Գործեր ունեմ։ Ինչ որ բան ա եղել։ Հուսով եմ չեք մոռացել, չէ՞ Ալինային բժշկի տանելու մասին։ Չէ։ Վատացել ա երեխեն։ Չէ, չի վատացել։ Անհանգիստ է։ Իրան այդքան էլ լավ չի զգում։ Գնացա հիմա։ Նորոջան ես Ալինայի հետ խոսել եմ։ Ինքը չի ուզում բժշկի գնա, բայց ինչ էլ լինի պետքա տանենք։ Իրա ուզելով չի։ Հանգիստ եղի։ Հենց երեխու ծնունդը անցնում ա, մի անգամից տանում եմ։ Տատ։ Ինչ ա եղել ես երեխուն։ Այդ դե պատմի տեսնեմ ինչ կա։ Բանասնապես բան չկա պատմելու։ Դեռ ստեղ եմ կհասցնենք։ Ամեն ինչ կպատմեմ։ Բայց տենց էլ չասեցիր, Էլիզը որ ընկերոջդ քույրն է։ Ես համարյա քո բոլոր ընկերներին ճանաչում եմ։ Գիտես իրականում քեզ շատ էի կարոտել, բայց ինձ թվում էր, որ կարող է էլ չգաս։ Ինչեր քեզ դες պատվում Մագդա։ Ես խոստացել եմ, չէ՞ ձեզ որ գալու եմ։ Ուղղակի ես չեկա Ամերիկա։ Դուք եկաք Հայաստան։ Հիմա էլ ես եմ եկել Հայաստան։ Տեսնում ես ամեն ինչ ինչքան լավ է։ Դե օգտվի սուրճդ խմի կամ կարողա սովածես ինչ որ բան պատվիրեմ ուտենք։ Չէ Մագդա, ոչ մի բան չեմ ուզում։ Դու ավելի լավ է ինձ ասա Արշակոպարը երբ է գալու։ Հոպարը։ Հա, հոպարը։ Արշակը հորս մտերիմ ընկերն է։ Մենք իրար հետ ենք մեծացել, չնայած որ փոքր ժամանակ շատ ենք գրվում։ Լավ էր մի սկսի։ Հետո իրան գնացին Ամերիկա։ Տենց էլ չասեցիք, դուք իրար վաղուց եք ճանաչում։ Հա, Չէ։ Հիմա հա, թե չէ։ Մագդա, դե եթե իրար հետ չենք մեծացել, ուրեմն նոր ենք, չէ՞ ծանոթացել։ Այդ քեզ շատ էի կարոտել, բայց ես քեզանից նեղացել եմ։ Ինչի։
Ինչ ես նեղացել։ Ասեմ, ես քեզ զանգում եմ, դու իմ զանգերին չես պատասխանում։ Հետո մամայի ծնունդներ։ Զանգեցի, ոչ մամատ պատասխանեց, ոչ էլ դու։ Քիչ է։ Բա ես էլ չեմ պատասխանում, որ չասեմ գալուս մասին, որ անակնկալ լինի։ Լավ, ներում եմ։ Ապրես։ Վերջ, այ հիմա ներված ես։ Այդ զանգեմ Արշակին ասեմ, որ եկել ես, պատկերացնում եմ ոնց է ուրախանալու, համ էլ միտեղ բոլորով կգնանք։ Էս ինչ էր էլիս։ Էս ինչ բաղված կա։ Էդո հետո կխոսենք էլի։ Ինչի հետո։ Ավելի հարմար բաց չի լինի, ստեղ չի, ասա։ Ասում հարմար չի, հետո կխոսանք։ Չէ, դա Արշակը գործեր ունի, չի կարա գա։ Բայց առաջարկում եմ ես դու Արևի իրար հետ միտեղ գնանք։ Համ էլ ես վստահ եմ, որ դու ինձ բաներ կունենաս պատմելու։ Դե որ ճիշտն ասեմ, ես քեզ շատ բաներ ունեմ պատմելու, չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղից վերջացնեմ։ Մագդա, հա, անպայման կգնանք, ուղղակի հիմա մի քիչ գործեր ունեմ, գնամ վերջացնեմ, հետո կզանգեմ, կպայմանավորվենք ուր ուզես կգնանք, հա։ Դե գնացի։ Էլիս ջան, հաջողուս։ Ինչ-որ բան ա եղել Էլիս։ Չէ։ Չէիր ասել, որ աղբեր ունես։ Մագդա ջան, ես իմ անձնականի մասին խոսալ չեմ սիրում։ Ինձ չի թվում, որ այդ շատ լուրջ անձնական հարց է։ Դու մեզ քո մասին ոչ մի բան չես պատմում։ Մագդա, ես ընդհանրապես իմ մասին ոչ մի բան ոչ մեկին չեմ պատմում։ Քեզ բան։ Ախպեր ջան։ Նորո ինչ կա։ Ուր ես։ Այդ ջան նոր տնից դուրս եկա, մի երկու տեղ ունեմ մտնելու, հետո ժամադրված եմ։ Լավ, դե միջև ժամադրությանդ գնալ է ինձ մի 2 րոպե ժամանակ տրամադրի ապր։ Կարևոր բան պետք է ասեմ։ Ինչ ա եղել այդ։ Որ դու սենց ես ասում, նշանակում ա մի լուրջ բան կա։ Էլիզի մասին անոր։ Անանգիստ չէ աշխատանքի համար։ Դրա հետ է կապված։ Ինչ որ բան ես ճշտել։ Կհանդիպենք կասեմ։ Լավ, դե ես կենտրոն եմ իջնում, արի։ Լավ։ Նոր ես լսեցի ու հիմա արդեն պատրաստվում եմ մեր հանդիպմանը։ Ալո։ Էդ Էլիս կասես ինչի տես քեզ պահեցիր։ Ինչի չթողեցիր ասեմ, որ ընկերոջս քույրն ես, որ 1000 տարիա գիտենք իրար։ Էդո կբացատրեմ։ Ամեն ինչ կբացատրեմ, բայց հիմա լսի խնդրում եմ։ Կարևոր խնդրանք ունեմ, քեզ ու շատ կարևոր է որ չմերժես։ Էլիս, դու տեսար իմ վիճակը, ու դու շատ լավ հասկացար, որ ես այդտեղից դուրս եկա, որովհետև համբերությունս չհերիքեց։ Էդո կլինի լսես ինձ։ Ես ժամանակ չունեմ ու չեմ ուզում նկատեմ, որ քեզ եմ զանգել։ Էդ ես խոստանում եմ, որ ամեն ինչ կասեմ։ Ամեն ինչ կպատմեմ, բայց խնդրում եմ նորոյին հանկարծ չասես, հա որ մենք հանդիպել ենք այս տանը։ Հասորեն նորոն ճիշտ էր ասում, Էլիս։ Դու քեզ ահա որ տարօրինակ ես պահում։ Էդո չես ասի, չէ։ Էլիս, հենց հիմա ասա ինչա կատարվում։ Հենց հիմա ես չեմ կարող սպասեմ։ Ես արդեն գնում եմ նորոյին ասեմ ինչա կատարվում։ Նորոյին գնում եմ ասեմ, որ դու աշխատում ես ինչ շատ հարազատ մարդու տանը, որ այդ մարդիկ նորմալ մարդիկ են։ Նորմալը որն է, արտակարգ մարդիկ են։ Հենց հիմա ինձ ինչի բացատրի ինչա կատարվում, Էլիս, թե չէ ես գնում եմ նորոյի մոտ։ Հենց հիմա, Էլիս։ Քո արածը ուրիշ բացատրություն չունի, Էլիս, հենց հիմա ինչի։ Կասեմ Էդո։ Կասեմ։